միակ սահմանադրական օրինական ճանապարհը այս իշխանություններից ազատվելու եւ մենք ուղղակի շատ մեծ սխալ կգործենք մեր հասարակությունը, մեր ընդդիմադիր գործընկերները, Հայաստան խմբակցությունը, ինչու եմ ասում իրենց թվարկում, որովհետեւ պատիվ ունեմ խմբակցության առաջարկով են այս լսումները իրականացվել եւ պատիվ ունեմ այդ ձևաթուղթը ստորագրել է։ Մենք շատ մեծ ճակատագրական սխալ կգործենք բոլորս միասին, եթե այս անվստահության գործընթացին նոր թափ չհաղորդենք, ճիշտ ուղղություն չհաղորդենք եւ չհաջողենք, որտեղ այս իշխանությունները այլևս Հայաստանի Հանրապետությունում դարձել են ոչ միայն երկիրը պետությունը հանձնող, այլ դարձել են մահ բերող, սպանություններ բերող, ահաբեկչություն իրականացնող իշխանություններ։ Այս իշխանության դատաիրավական համակարգը ամբողջովին գտնվում է մեկ մարդու ձեռքին, այս իշխանությունը իրականացնում է երկիրը այսպես սահուն թշնամուն հանձնելու գործընթաց, այս իշխանությունը իրականացնում է հայ ժողովրդի միջից հայկականությունը, հայկական գենը վերացնելու գործընթաց։ Դրա համար մենք բոլորս պիտի ամեն ինչ անենք, որ այս իշխանությունից օր առաջ ազատվենք եւ իմ սկզբունքն է ազատվել սահմանադրական ճանապարհով։ Իսկ այդ ճանապարհը այսօր եւ միշտ եղել եւ մնում է այս կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացը եւ մենք դա անելու ենք, որովհետեւ հակառակը Հայաստանի Հանրապետության չլինելն է։ Դրա համար ես կոչ եմ անում մեր հասարակությանը, մեր ժողովրդին, բոլորին, ովքեր նաև նրանց, ովքեր հայտարարում են, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, գալ էստեղ, հավաքվել էստեղ, ասել իրենց ձայնը, որովհետև գուցե վաղը մյուս օր արթնանան եւ ինչպես Փարաքյարի համայնքի ղեկավարի դեպքում եղավ, իրենց հարազատներից կամ մեր հարազատներից մեկնումեկներ հանկարծ պարզվի, որ դիմակավորված ինչ-որ մեկը սա մահ բերող իշխանություն է։ Սրանից օր առաջ պիտի ազատվենք, որպեսզի ազատագրվի մեր երկիրը։ Տեսեք, իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այդուհանդերձ արդեն նախապատրաստվում է ընտրություններին, իրենց օրակարգն է նախընտրական, այսպես ասած, գեներացնում, 4-րդ իշխանության հանրապետության հռչակման ներքո նաև իրենց քաղաքացիական պայմանագրի թեզերն են առաջ տանում եւ ասում են օրինակ ընդդիմության օրակարգը Ընդդիմությունը, օրինակ, հակընդդեմ ինչ է ներկայացնում։ Ընդդիմության օրակարգը, կոնկրետ մեր օրակարգը այս կառավարության անվստահություն հայտնելն է։ Ես էլի եմ ասում, մենք գնալու ենք սահմանադրական ճանապարհով։ Մենք փողոցային պայքար, բռնի ուժի կիրառում, նման կոչեր մենք երբեք չենք անելու, որովհետև մենք հասկանում ենք պետության եւ պետականության կարեւորությունը։ Մենք փողոցով իշխանությունը փոխելու ենք միայն փողոցում կանգնած մարդկանցով, բայց ներսում լինելու է անվստահության գործընթաց։ Ներսում պարլամենտը իր խոսքը պարտադիր պիտի ասի։ Իսկ ինչ վերաբերում է ձեր դիտարկմանը, որ ԿՊ-ն այսօր պատրաստվում է ընտրությունների եւ այլն, այո, ԿՊ-ն պատրաստվում է ընտրությունների, որովհետեւ ինքը իր տնային հանձնարարությունը իր շեֆերից, այսպես ասած, դեռ չի իրականացրել ամբողջովին, ինքը Հայաստանը դեռ ամբողջովին չի հանձնել թուրք-ադրբեջանական տանդեմին, այո, նրանք պատրաստվում են ընտրությունների եւ մեր ժողովուրդը իր ձայնը պիտի ասի։ Մենք չպիտի սպասենք, որ գնանք 26 թվականի հունիսին եւ ընտրենք կամ չընտրենք ԿՊ-ին։ Մենք պիտի հիմա դա անենք եւ այդ հիման պարտադիր է, որ այսօր լինի, որքան շուտ լինի, որքան օր առաջ լինի, այնքան այս երկիրը, մեր երկիրը կփրկվի։ Սա պիտի հասկանա յուրաքանչյուրը։ Ես ինչու եմ այսպես էմոցիոնալ խոսում, որտեղ իրականում մենք կանգնած ենք ճակատագրական վտանգների առաջ։ Մենք կանգնած ենք եւ յուրաքանչյուրս մեր ընտանիքներով, մեր հարազատների եւ ամբողջ հայ ժողովրդի ճակատագիրն է այսօր որոշվում, հասկանում եք։ Դրա համար օր առաջ ընդդիմության օրակարգը հետեւյալն է. անվստահության գործընթացը հասցնել տրամաբանական վիճակի, երկիրը ազատագրել եւ նոր ձևավորվող ժամանակավոր կառավարության ղեկավարությամբ գնալ արտահերթ ընտրությունների։ Այս ԿՊ-ն իր իշխանությամբ, եթե երկիրը տարավ ընտրությունների հերթական կամ արտահերթ, ինքը նկարելու է ընթվերը, որը ուզում է։ Ինքը այդ մուրճը, որը գտնվում է դրա ձեռքին, ավելի ուժգին է հարվածելու։ Այս մահափորձերը, այս սպանությունները, այս կրիտիկական վիճակները մեր երկրում ավելի են շատանալու։ Երկիրը ուզում են իրենք առանց հայերի, երկիրը ուզում են ադրբեջանցիներով եւ ինքը իրականացնում է նրանց ցանկությունը։ Ընդդիմության օրակարգը, ընդդիմության նպատակը, ընդդիմության անելիքը 20 թվականից հետո եղել եւ մնում է իշխանափոխությունը, այս իշխանություններից ազատվելը, իսկ սահմանադրական ճանապարհը էլի եւ միշտ 100 անգամ պատրաստ եմ կրկնել։ Այս պահին եւ միշտ մեկն է անվստահություն հայտնել այս կառավարությանը եւ ձևավորել նոր կառավարություն։